Ինձ հաճախ հարցնում են, ոնց եղավ, որ դու սկսեցիր սենց լավ ճանաչել թռչուններին։ Դե ես ենթադրում եմ, որ ես լավ եմ ճանաչում թռչուններին։ Ես երբ որ սկսում էի, ինձ շատ էր օգնում իրենց նկարելը։ Այսինքն ես փորձում էի իրենց առնվազն սխեմատիկ ձևով նկարել եւ արդեն այդ սխեմատիկ ձևով որ նկարում ես, նաեւ նշում ես հատկանիշները, չէ՞։ Եվ արդեն այդ հատկանիշներով տարբեր տիպի գրքերով, որոշիչներով եւ այլն ես փորձում էի կողմնորոշվել, թե որն է ինչ տեսակ եւ տենց կամաց այդ գիտելիքը, այդ հմտությունները կուտակվեցին եւ հիմա առանց չափազանցնելու ասեմ, որ ես այսենց կարողանում եմ տարբերել տարբեր թռչունների տեսակները։ Ինչն է այստեղ ամենահետաքրքիրը, որ բացարձակ կարևոր չի, թե ինչքան լավ եք դուք նկարում, որովհետև եթե դուք ունեք պատկերացում, թե ոնց սխեմատիկ նկարեք թռչուններին, ապա դուք այդ սխեմատիկ պատկերի մեջ դնում եք այն հատկանիշները, որոնք որ այդ թռչունների համար բնորոշ են, ու արդեն կարողանում եք կողմնորոշվել։ Ես այսօր եկել եմ մեր Երևանի բուսաբանական այգին, որպեսզի մի քանի նման թռչնատեսակի օրինակի վրա ցույց տամ, թե ոնց է դա հնարավոր։ Այս գործողության համար ինչ է ինձ անհրաժեշտ։ Ինձ անհրաժեշտ է հեռադիտակ, որպեսզի ես կարողանամ այդ թռչնին տեսնել։ Իմիջիայլոց այս տիպի հեռադիտակները արդեն դարձել են բավականին մատչելի, այսինքն ընդամենը մի $50 կարգի գումարով դուք կկարողանաք գնել շատ լավ հեռադիտակ։ Ինտերնետում այդ բոլոր ինֆորմացիան կա, նենց որ դուք կարողանաք ինքներդ այդ ամենը գտնել։ Հետո ձեզ պետք է նման բլոկնոտ, որտեղ որ դուք կարողանաք ուրեմն գրի առնել ձեր դիտարկումները եւ կատարել այդ սխեմատիկ նկարները։ Եվ իհարկե մատիտ։ Մատիտը շատ ավելի լավ է, քան գրիչը երկու պատճառով։ Առաջինը մատիտը կարելի է ջնջել, երկրորդը եթե հանկարծ ձերս բլոկնոտ ընկնի անձրևաջրի տակ, մատիտին ոչ մի բան չի լինի, իրանով գրված կամ նկարածը տենց էլ կմնա։ Եվ ահա իմ առաջին թռչնատեսակը։ Ես սկզբից իրեն կնկարեմ, հետո կբացատրեմ, թե ինքը ով է։ Ուրեմն, ինչ եմ ես տեսնում։ Առաջինը ես կնկարեմ ուրեմն այդ թռչնի սիլուետը։ Սենց ընդհանուր բաներով, հա, պատկերով։ Դե պարզ է, որ թռչունը պետք է ունենա գլուխ, պետք է ունենա մարմին, չէ՞, պետք է ունենա թև, որը հիմա ծալված վիճակում է, եւ պոչ։ Ուրեմն նայեք, եթե ես ինչ եմ տեսնում, հա, գլխի վրա էլ պետք է ունենա կտուց եւ աչք։ Նայեք, թե ես ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ ինքը ունի սև գույնի կատար, այսենց։ Ես տեսնում եմ, որ նա ունի բավականին հզոր կտուց, բավականին մեծ է նրա կտուցը։ Ես տեսնում եմ, որ նա ունի լավ արտահայտված բեղաշերտ։ Դա այն ինչ որ ես տեսա այս թռչնի գլխի վրա։ Հետո պետք է նշեմ, որ ընդհանուր իր մարմնի գույնը ինքը դե ասենց մարմնագույն բեժին մոտ է։ Եվ ես այստեղ այդ նշումը անում եմ։ Գնում եմ թևին։ Թևը ծալված վիճակում ունի մոտավորապես այսենց պատկեր, որտեղ որ այսրանք, այս մասը, դրանք ուսափետուրներն են, որոնք որ վերևից ծածկում են թևը։ Հետո սա ջնջեմ, սա վեց չի։ Հետո ուրեմն այս թռչունը ցանկացած թև ունի թափահարող փետուրներ, թափահարող փետուրները իրենք սենց իրար տակ ծալված են։ Սա երրորդային թափահարող փետուրներն են,
իրենց տակ գալիս են ծալված երկրորդային թափահարող փետուրները, իրենց տակ գալիս են ծալված առաջնային թափահարողները։ Հետո նա ունի ուրեմն մեծ ծածկողները, միջին ծածկողները եւ փոքր ծածկողները։ Եվ ունի պոչը։ Ինք արդեն թռավ թռչունը, ես լավ չհասցրեցի իրեն տեսնել, բայց ես ինչ հասցրեցի տեսնել, ես հասցրեցի տեսնել, որ այստեղ այս հատվածում նա ուներ վառ երկնագույն հայելի։ Այստեղ այս հատվածում ինչ որ միտեղ սպիտակ էր, եւ ես այս իմ բանը, այս իմ նկարածը հիմա ջնջում եմ, որպեսզի գրեմ, որ այստեղ ուրեմն բան է, սպիտակ հայելի է։ Այս փետուրները սև էին եւ այս փետուրներն էին սև, այսինքն թափահարող փետուրները, առաջնային թափահարողները եւ երկրորդային թափահարողների զգալի մասը սև էին։ Մեկ էլ ես հասցրեցի տեսնել, որ այս հատվածում պոչի վերևի ծածկողները, իրենք նույնպես հստակ սպիտակ էին։ Իսկ պոչի փետուրները, այս փետուրները արդեն, որոնք որ հենց պոչն են կազմում, իրենք էլի սև էին։ Ոտքերը չհասցրեցի տեսնել, թե իրենք ինչ գույնի էին, բայց թե ինչ որ ոտքեր կար, բնականաբար։ Հիմա, ես որ բացում եմ արդեն որոշիչը, որպեսզի նայեմ, ես հասկանում եմ, որ ինքը ինչ որ սենց ագրավազգիներին մոտ է, եւ ագրավազգիների մեջ ես ունեմ միակ տեսակը, որը որ ունի այս տիպի գունավորում։ Ընդհանուր մարմնագույն մարմինը, վառ կապույտ հայելին, սև կատարը, սև բեղաշերտը, սև թևերը, ինչ որ սպիտակ բծերով, սև պոչի փետուրները եւ սպիտակ գոտկատեղը։ Դա անտառային կաչաղակն է։